Շնորհակալություն։ Արաքսիա Վարդանյան։ Շնորհակալություն։ Պարոն Ֆարմանյան, որքան հիշում եմ, երբ պարոն Ալեքսանյանը ելույթ էր ունենում, եւ 90-ականներից կոնկրետ իրողություն էր ներկայացնում, բավականին սրտնեղած արձագանքեցիք, որ տեսականորեն պարոն Ալեքսանյանը չէր կարող հիշել տվյալ ժամանակահատվածը։ Այս դեպքում մի ուրախություն ձեզ, դուք 80-ականների ծնունդ եք եւ Պեկի Մաքսային բլոկում մի քանի պաշտոններ եք զբաղեցրել։ Խնդրում եմ այո կամ լավ կամ վատ պատասխանով հստակ ասեք, ինչպես եք գնահատում 2000-ականներից մինչև 2018 թվականը ընկած ժամանակահատվածը Մաքսային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Տիկին Վարդանյան, ես մի շատ լավ խորհուրդ ունեմ ձեր խմբակցությանը, լավ ուսումնասիրեք ձեր նախընտրական ցուցակը, կարծեմ ձեր գործընկերները մեր նախընտրական ցուցակի մասին էին մեզ հարցնում, կարծեմ դուք ավելի դեմոկրատական ձևով եք այդ ընտրությունը կատարել, հաստատ վստահեցնում եմ ձեզ, առնվազն 1 կամ 2 հոգի կգտնեք, որոնք ավելի մանրամասն ձեզ կբացատրեն, թե ինչ է տեղի ունեցել այդ տարիներին։ Արձագանք։ Այսինքն խուսափում եք պատասխանից ու վստահ եմ, որ ձեր պատասխանը բացասական է լինելու, եթե պատասխանեիք արձագանքս ավելի լավը կլիներ, բայց քանի որ դուք խուսափում եք պատասխանից, արձագանք չունեմ, պարոն Ֆարմանյան։ Ես բացարձակ չեմ խուսափում, իհարկե եղել են բացասական երևույթներ, որը հնարավոր չի հերքել, եւ ես իմ ոճով, իմ բնավորությամբ, իմ գործելավոճով ամեն ինչին նայում եմ ուղիղ, պատասխանում եմ ուղիղ, չեմ խուսափում որևէ բանից։ Այո, եղել են բացասական երևույթներ, բայց ներողություն եմ խնդրում, բայց ձեր ցուցակը ուշադիր նայեք, կրկին անգամ կրկնում եմ, կգտնեք առնվազն մի հոգու, ով առավել մանրամասն ձեզ կբացատրի այդ տարիների հետ կապված, եւ դուք ինքներդ հակասում եք ձեզ։ Ես չգիտեմ ձեր նախընտրական ցուցակը ինչպես է կազմված, բայց ուշադիր հետևեք ձեր նախընտրական ցուցակին։ Շնորհակալություն։ Կներեք, ես արտահերթ հարց տամ հենց թեմայի հետ որոշակի կապ ունի, էլի։ Գրանցվածել եմ, ուղղակի մի քիչ շուտ կտամ հարցս։ Պարոն Ֆարմանյան, նախընտրական ցուցակը մեր մոտ կազմվել է ընտրություններով։ Մարդիկ գնացել են, վերցրել են քվյաթերթիկը եւ գցել են քվյա տուփը, նշելով իրենց ցանկալի տեխնացուների դիմաց վեաձև նշան կամ մեկից միջև որ թիվը նշան, բայց դա էական չի։ Ասում եք Մաքսայինի աշխատանքը մեր ցուցակից ինչ որ մեկը կբնութագրի, դա էլ էական չի։ Նայում եմ, ուսումնասիրում էի ձեր կենսագրությունը եւ տեսա Մեկ Հայաստան կուսակցության անդամակցության մասին, մտա կուսակցության էջը, YouTube-յան, մի հետաքրքիր հարցազրույց կա, որը տվել եք 2020 թվականի հունիսի 19-ին Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված Երևան Today ալիքին։ Ձեր վերաբերմունքի մասին ենթադրում եմ այնտեղ եք խոսում, երբ որ ասում եք հետեւյալը, գուցե ոչ բառացի, բայց միտքը միանշանակ իդեալական հիմա կմեջբերեմ։ Ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծը ական է պետության տակ։ Նպատակը պատժելն է մարդկանց։ Պետք է այլ ճանապարհով գնայինք, անցյալի էջը պետք է փակվեր։ Պարոն Ֆարմանյան, կարող եմ արդյոք դիտարկել, որ դուք այդ մտքերը արտահայտել եք, քանի որ դուք կարծում եք, որ այն տարիներին, երբ որ դուք պաշտոնավարել եք Հայաստանի Հանրապետության ամենակոռումպացված հիմնարկներից մեկում, ով ինչ արել, լավ է արել, ով Ամերիկայում 100 միլիոնանոց տուն է գցել, լավ է արել, ով Հայաստանի Հանրապետությունից հարյուրավոր միլիոններ է գողացել, լավ է արել, եւ արդյոք դուք շարունակում եք մնալ այն կարծիքին, որ անցյալի էջը պետքա փակված համարել եւ որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը ական է պետության տակ եւ ոչ թե ական են պետությունից թալանող պաշտոնյաները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, ինձ մոտ պահի տակ ինչ որ դեժավյու է առաջանում, երբ անընդհատ Ռոբերտ Քոչարյանի անունն է հնչում կամ ինչու եք այս կուսակցություն, դուք ուշադիր նայել եք ընդհանրապես ձեր նախընտրական ցուցակը մեկ անգամ եւս կրկնեմ, թե քանի հոգի մարդ կա տարբեր կուսակցություններ փոխած։ Ինչպես մեկ անգամ նշեցի, մեկ անգամ եւս կրկնեմ, իմ կենսագրության որևէ րոպեից, որևէ ժամից չեմ պատրաստվում հրաժարվել կամ արդարանալ։
Այո, ես եղել եմ Մեկ Հայաստան կուսակցության անդամ, ամենայն անկեղծությամբ կարծեմ այդ կուսակցությունը չի էլ գրանցվել, չեմ հիշում ես հիմա։ Արթուր Ղազարյանը փայլուն գաղափարների տեր անձնավորություն է, այդ կուսակցությունը իդեպ շատ լավ գաղափարներով կուսակցություն եղել եւ գաղափարական հենքի վրա եմ անդամակցել, այնպես ինչպես Ուժեղ Հայաստան կուսակցությանը ներկայումս, ինչ-ինչ տեխնիկական պատճառներով հնարավոր չեղավ գործունեությունը շարունակել։ Այո, ես այդ կարծիքը ունեցել եմ, ներկայումս եւս ունեմ այդ կարծիքը, կարծում եմ, որ Հայաստանի ընդհանուր օրենսդրության շրջանակներում ապօրինություն թույլ տված անձանց հնարավոր է պատժել։ Երբ նման օրենք է ընդունվում ապօրինի գույքի բռնագանձման մասին, տեղ ինձ համար որպես մարդ, որպես մասնագետ, որպես Հայաստանի քաղաքացի բազմաթիվ մութ հարցեր կան, սուբյեկտիվ կողմեր կան, եւ ես իմ անձնական կարծիքն ունեմ։ Իմ անձնական կարծիքը չի փոխվում երբեք։ Այո, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը մանավանդ 20 թիվ չէ, եթե չեմ սխալվում նշեցիք։ Այո, ես գտնում եմ, որ այդ ժամանակ դա եղել է պատժի գործիք եւ հիմա էլ կան բազմաթիվ դեպքեր, չեմ կարող հստակ այս պայն մատնանշել, բայց ունեմ այդ կանխավարկածը, որ ապօրինի գույքի մասին օրենքը հենց միտում է ունեցել մարդկանց պատժելու, այնպես ինչպես սեփականության իրավունքի ոտնահարումը, հեծի դեպքում, Գագիկ Ծառուկյանի բիզնեսների դեպքում, եւ դու կարող եք օրինակ պատասխանել մի հարցի, ենթադրենք, այստեղ կարևոր չի ով է սեփականատերը, որ օրինակ Երևանի քաղաքապետարանի կողմից Multi Wellness ընկերությունը, երբ բռնագրավվում է, այսպես ասեմ, ներսի գույքը ինչ կապ ունի դրա հետ, որ այդ ներսի գույքը ապօրինաբար վերցնում է։ Սրան կարող եք դու գնահատական տալ։ Այս նույն համատեքստում եմ ես ձեր հարցին պատասխանում։ Եվ այո, չեմ հրաժարվում իմ բոլոր մտքերից։ Ապօրինի գույքը, տվյալ օրենքը, այո, այդ տեսակետի հեղինակը ես եմ եւ գնահատում եմ, որ դա սխալ է։ Անչափ շնորհակալ եմ ազնվության եւ անկեղծության համար, ես կարծում եմ մեր քաղաքացիները կգնահատեն ձեր այս մտքերը եւ մեր քաղաքացիների համար եւս մեկ անգամ արձանագրում եմ, որ Ուժեղ Հայաստան խմբակցության կողմից առաջադրված տեխնացում փաստացի գտնում է, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը ական է մեր պետության տակ եւ անցյալի էջը պետք է փակել։ Այսինքն, եթե դա թարգմանենք, կստացվի հետևյալը, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից երբ պահանջվում է $200 միլիոն ապօրինի գույք, այդ էջը պետքա փակել եւ չպահանջել։ Օրինակ Գագիկ Խաչատրյանից, երբ որ պահանջվում է, չգիտեմ էլ ինչ թվերի մասին է խոսքը, անկեղծ ասեմ, ահռելի մեծ գումարներ, այդ էջը պետքա փակել։ Եվ այսպիսով վերջնական հարցը, պարոն Ֆարմանյան, արդյոք դուք այստեղ եք Թալանը պաշտպանելու համար եւ դա ձեր թիվ 1 նպատակն է լինելու։ Շնորհակալություն։ Իհարկե, Թալանը չեմ կարող պաշտպանել, պարոն Ալեքսանյան, ես ընդհանրապես այլ բան ասացի, որ ընդհանուր օրենսդրության շրջանակներում միշտ եղել են այդ մեխանիզմները ապօրինությունները բացահայտելու համար։ 8 տարի դուք իշխանության եք, բացահայտեք, որևէ խնդիր չկա։ Եվ ի սկզբանե նպատակը, ես այդպես եմ կարծում, դա իմ մասնավոր կարծիքն է, եւ հասարակական համերաշխության տեսանկյունից, այո, պետք է անցյալի էջը փակվի։ Ես նոր падգամավոր եմ եւ օգոստոսի 2-ից առ այսօր միայն մարտի 1-ի մասին եմ լսում եւ Ռոբերտ Քոչարյանի։ Դուք չեք հոգնել ինձ, ուղղակի հետաքրքիր է։ Մեր ժողովուրդը ինչ է մտածում մեր մասին։ Ես ընդհանուր խոսում եմ երևույթի մասին։ Երբ որ ասում ենք անցյալի էջը փակել, մենք պետք է առաջ շարժվենք, ժողովուրդ ջան։ Հոգնել ենք, չի կարելի անընդհատ խոսել մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը։ Ես հասկանում եմ, որ գոյություն ունեն որոշակի քաղաքական տեխնոլոգիաներ, մենք էլ ենք տիրապետում այդ տեխնոլոգիաներին։ Ինչի համար եք դուք անդադար կրկնում սակրավոր բառը, անդադար կրկնում եկեղեցու թեման, անդադար կրկնում մարտի 1-ը։ Նպատակը մեկն է, որ մարդկանց ենթագիտակցության վրա դա ամրապնդվի։ Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում հարգելի հայրենակիցներ, ամենայն անկեղծությամբ։ Իրոք փակենք անցյալ էջը եւ զարգանա մեր երկիրը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Վոլոդիա Հակոբյան։ Չէ, պարոն Ֆարմանյան, չենք հոգնել ու կրկնելու ենք այնքան, մինչև որ Թալանը վերադարձվի ու վերադարձնելու եք, այդ թվում ձեր ֆրակցիայից պարոն Տարփինյանի հայրը, պարոն Ղազինյանի հայրը, պարոն Գևորգյանի հայրը, ոնց Մի ընդհատեք տեղից, պարոն Ղազինյան, մի ընդհատեք։ Պարոն Ղազինյան, մի վարքյան, հարգելի գործընկերներ։ Եթե գտնում եք, որ կա փաստական անճշտություն, խնդրեմ, ելույթով ներկայացրեք պարոն Ղազինյան, տեղից մի արձագանքեք։ Ելույթով արձագանքեք։ Ես վստահ եմ, որ պարոն Հակոբյանը, եթե տեսնի, որ իր ասացի մեջ փաստական սխալ կա,
ինքը անձամբ դրանք կանդրադառնա։ Շնորհակալություն ուտեղից մի արձագանքեք, վերականգնեք պարոն Հակոբյանի ժամանակ։ Պարոն Ղազնյանը պնդում է, որ իրենց գործը կարճված է Ապոնի գույքի բռնագանձման քաղաքացիական գործը։ Ես դա կճշտեմ, պարոն Ղազնյան, շնորհակալ եմ ինֆորմացիայի համար, բայց Սամվել Դարփինյանին էլ կարճված չի, Մհեր Գևորգյանին էլ կարճված չի, Ռոբերտ Քոչյանին էլ կարճված չի եւ պետքա այնքան կրկնենք ու այնքան սպասենք, մինչեւ որ այդ թալանը վերադարձի պարոն Ֆարմանյան, ինչքան էլ որ դուք այստեղ եք ոնց հասկացանք դա պաշտպանելու համար։ Պարոն Ֆարմանյան, դուք նշեցիք, որ պատերազմը ռուս-ուկրաինական նպաստել է Հայաստանում վերարտանումներին եւ այլն եւ տնտեսական աճին է նպաստել։ Դուք որպես մասնագետ պարոն Ֆարմանյան, մենակ այդ պատերազմից դրական արդյունքներ եք, այսինքն Հայաստանի թիվ 1 գործընկեր Ռուսաստանը տնտեսական իմաստով պատերազմի մեջ է, ու այդ պատերազմը մեզ միայն դրականորեն է անդրադարձել մեզ վրա։ Բայց անդրադառնալով արտաքին պարտքին, դուք նշեցիք, որ անընդհատ բացարձակ թվերով 8 միլիարդից էի խոսում, պարոն Ֆարմանյան, մասնագետ մարդը գալիս է, կանգնում է բացարձակ թվերով է մեզ հետ խոսում ու Ամերիկայի մի հատ օրինակ է բերում, ես չգիտեմ այդ օրինակով ա բերել Ամերիկայի, ու հերոսաբար ջախջախում էիք Ամերիկայի օրինակը, Ամերիկայի օրինակը շատ վատ օրինակ է, մենք մեզ հետ ենք համեմատում, պարոն Ֆարմանյան, ու 2017 թվականին պարտքնա հարաբերակցությունը եղել է 59%, հիմա 2025 թվականին պարտքնա հարաբերակցությունը 49% է, այդ դա է լավագույն ցուցանիշը ցույց տալու համար, թե Հայաստանի արտաքին պարտքը ինչպիսի դինամիկա ունի։ Այսինքն մեր պարտքի բեռը իջել է այս տարիների ընթացքում։ Պարոն Ֆարմանյան, հիմա ասում եք, ես նոր քաղաքական մշակույթի կողմնակից եմ։ Այս մշակույթի կողմնակիցն եք, որ գաք մանիպուլատիվ ելույթներ ունենաք ու ակնկալեք, որ ընտրվելու եք այդ հանձնաժողովում որպես նախագահ։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Ուրեմն սկսեմ ռուս-ուկրաինական պատերազմի օգուտներից։ Ինչպես մի անգամ իմ ելույթներից մեկում ես նշել եմ, չեմ առաջնորդվում էմոցիաներով եւ քաղաքական ճաշակով։ Գույություն եմ փաստեր։ Մենք ունենք շուրջ 8 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն եւ խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Մի կարեւոր ընդգծում անեմ, նախորդ անգամ գուցե դուք ուշադիր չեք եղել։ Մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձգտում ենք ունենալ 1 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն։ Նույն ԵԱՏՄ-ի շնորհիվ, որովհետեւ 2025 թվականի մայիսի 15-ին երբ կնքվել է ազատ առևտրի համաձայնագիր, Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվող ապրանքների 90%-ը ներկրվում է առանց մաքսատուրքերի։ Այդ իսկ պատճառով այս ամբողջը, երբ որ մենք գումարում ենք իրար, շուրջ 5.5 միլիարդ դոլարի ներմուծվող ապրանքների մասին է խոսքը, սա հարվածի տակ դնելը նշանակում է մինչև 20%-ով ապրանքների գների թանկացում։ Օգուտ իմաստ։ Ինչ վերաբերում է վնասին։ Վնասը ձեր իշխանություններն են տվել, մենք չենք տվել։ Ինչ վերաբերում է վնասը, ասեմ, մի օրինակ բերեմ ընդհանրապես ժամանակը ուրեմն գնահատելով, այդ մի օրինակը հետևյալն է։ Օրինակ, մեզ գումար են տրամադրելու եվրոպացիները, դուք հպարտ հայտարարում եք այդ մասին, 30 միլիոն եվրո, եթե չեմ սխալվում, Հյուսիսից եկող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Հիմա նայում եմ քարտեզին, Ժողովուրդ ջան, Հյուսիսը Վրաստանն է Հայաստանի համար։ Մենք Վրաստանից սպառնալիք ունենք։ Եթե Վրաստանից սպառնալիք չունենք, դա բանական մարդու համար ակնհայտ է սլաքներն ուր են ուղղվում։ Հիմա այս պայմաններում դուք ակնկալում եք, որ մեր այդ նորմալ հարաբերությունները պիտի պահպանեն։ Դուք վնասներից ու օգուտներից եք խոսում։ Կամ խոսում եք, ենթադրենք, ապաշրջափակման մասին։ Հիմա ուզում եմ հասկանամ, մեզ ով է շրջափակել։ Եթե խոսքը Թուրքիայի մասին է, որքանով գիտեմ, 1993 թվականին Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով փակվել է հայ-թուրքական սահմանը։ Հիմա Արցախը չկա։ Թուրքիան ինչի չի ապաշրջափակում։ Մնացած երկրներն են մեղավոր, ուզում եմ հասկանալ։ Եվ պետական պարտքնա հարաբերակցության մասին ասացիք, մեկ անգամ եւս կրկնեմ, պետական պարտքնա միայն այդ հարաբերակցությունով չի սահմանափակվում, գնահատականը գոյություն ունեն պետական պարտքի սպասարկման ուղղված ծախսեր, գոյություն ունի գնաճ եւ այլն։ Հիմա օրինակ, երբ որ դուք ասում եք որպես դրական երևույթ, որ աշխատավարձերը ավելացել են, համախառն կൂട്ടակային գնաճը երբ որ հաշվում ենք, կենսաթոշակները մի բան էլ նվազել են, ոչ թե աճել են։ 21%-ով ավելացել են կենսաթոշակները, համախառն կൂട്ടակային գնաճը երբ որ հանում ենք, մինուսային պատասխան ենք ստանում։ Եվ այս առումով անընդհատ մատնանշել ՀՆԱ պետական պարտք հարաբերակցությունը այդքան տեղին չի։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ձեր գործընկերներն են համեմատել, ես չեմ համեմատել։ Չեմ հիշում անկեղծ ասած այս բանը։ Ասեմ, պարոն Սերգեյ Բագրատյանը, եթե չեմ սխալվում։ Կամ Բաբկեն Թունյանը ամեն դեպքում, երկուսից մեկը։ Արձագանք։ Պարոն Ֆարմանյան, դուք կամ չեք լսում իմ հարցը, կամ իմ հարցը չեք հասկանում, կամ վատ մասնագետ եք չեք կարողանում պատասխանել։
կամ ուղղակի չեք ուզում պատասխանել։ Ես հարցնում եմ, ասում եմ, ռուս-ուկրաինական պատերազմը տնտեսական վնասներ Հայաստանին օբյեկտիվորեն տվել է, թե չի տվել։ Դուք միայն օգուտներից եք խոսում։ Հիմա հարցնում եմ, տվել է ռուս-ուկրաինական պատերազմը օբյեկտիվորեն մեծ վնասներ, քանի որ տնտեսական թիմի մեկ գործընկեր եղել է Ռուսաստանը, թե ոչ։ Հաջորդը տնտեսական արտաքին պարտքի հետ կապված հնայիտ հարաբերակցությունը ցույց է տալիս մեր բեռը մեր տնտեսության վրա։ Մեր տնտեսությունը ավելի արագ է աճել վերջին տարիների ընթացքում, քան պարտքը։ Դուք եկել եք ստեղից խոսում եք բացարձակ թվերով, ասում եք 8 միլիարդ դոլար պարտքը աճել է։ Հիմա ես ասում եմ բացարձակ թիվն ավելի լավ ցույց տալիս մեր դինամիկա, մեր պարտքի բեռի չափը, թե օրինակ հնայիտ հարաբերակցությունը։ Հիմա դուք եկել եք մանիպուլացնում եք, ասում եք 8 միլիարդ աճել է, հետեւաբար մեր պարտքը, մեր բեռը աճել է։ Պարոն Հակոբյան, մեկ անգամ եւս կրկնեմ, ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում տնտեսության տեսանկյունից Հայաստան ունեցել է միայն օգուտներ, վնաս չենք ունեցել։ Սա առաջի հարցի հստակ պատասխան ուղիղ։ 1. Հիմա անդրադառնամ ձեր երկրորդ հարցի պատասխանին։ Հայաստանի պետական պարտքի վիճակը վատ թարացել է, որովհետև պետական պարտքի սպասարկման ուղղված տոկոսները ավելացել են։ Եվ դա կազմում է մեր ընդհանուր ծախսերի 10%-ը, որը նախկինում եղել է ավելի քիչ։ Այսինքն պետական պարտքի սպասարկումը նախկինում եղել ավելի էժան, քան հիմա։ Ինչը պարզ չեմ ասում։ Եվ խնդրում եմ, այս համատեքստում ուղղակի խնդրանք հորդոր, զերծ մնացեք մանիպուլյացիա եւ այլն այդ արտահայտություններից, ճիշտ չի։ Շնորհակալություն։ Զովինար Վարդանյան։ Շնորհակալություն, պարոն Ֆարմանյան, ես էլ ուսումնասիրեցի ճիշտ ասած ձեր հայտարարը